հայրենիքի որ հատվածում եք ձեզ զգում, երբ տեսնում եք այս հրաշք բնությունը։ Թավուտ անտառների այս վեհաշուկ համայնապատկերը։ Այո, կանաչ արահետները տանում են դեպի Լոռի, դեպի Բազումի ու Գուգարքի լեռնաշղթաներով պարուրված եւ նրանց սրտում ծվարած բնակավայրեր։ Այս անգամ բացահայտում ենք խոշորացված Փամբակ համայնքի գանձերը, զբոսաշրջային նշանակության հայտնի եւ անհայտ օբյեկտները։ Այս տարածաշրջանը ուսումնասիրելիս հաճելիորեն զարմացանք։ Փամբակի կազմում գտնվող 15 բնակավայրերի մեկ միասնական ընտանիքի պես համախմբվածությունը տեսնելով, որոնք իրենց լեռների պես մեկը մյուսի թիկունքն են պահում։ Համայնքի զբոսաշրջային այցեքարտերի մասին տանտիրոջ իրավունքով պատմում է համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը։ Մեր այցեքարտը մեր գեղեցիկ բնությունն է իր գեղատեսիլ վայրերով, հյուրընկալ եւ բարի բնակիչները մեր 15 գյուղական բնակավայրերը, որոնք ինչքան էլ որ իրար մոտ են, սակայն տարբերվում են իրարից իրենց մշակույթով, իրենց ավանդույթներով, յուրաքանչյուրն ունի իր կոլորիտը յուրահատուկ։ Միամիտ ասել է, թե Աստծո եւ մարդկանց հետ մեկ միտք ունեցող ուղամիտ եւ ուղախոս մեր լորեցների աղոթքները։ Երկինք են բարձրանում 10-րդ դարից մեզ հասած Մարգահովտի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատերն ի վեր։ Սերո Խանզադյանի հայրենապատում գրքում հիշատակվում է, որ այս եկեղեցի վայրում եղել է Մեհյան Անահիտ Չաստվածուհու անունով, հեթանոսական շրջանում։ Ու եկեղեցին ինքը բավականին հին է, ճիշտ է, թվագրվում է իր ճակատային պատին նշված է 1872 ամ, այսինքն այդ թվականին է կառուցվել, բայց հնեաբանների կարծիքով ինքը եռանավ բազիլիկ եկեղեցի է, տեսնում եք, եւ պատերի մեջ կան խաչակերտ քարեր, որոնք վկայում են նրա ավելի վաղ ժամանակների կառույց լինելու հանգամանքը, այսինքն թվագրվում է շուրջ 10-րդ դար։ Իսկ փոքր ինչ ներքև արդեն հետքրիստոնեական ավելի վաղ շրջանում կառուցված Սուրբ Կարապետ եկեղեցու ավերակներն են։ Միայն հիմքերն են հիշեցնում տաճարի երբեմնի գոյության եւ պատմական անցյալի մասին։ Միջպետական եւ ներմարզային կոմունիկացիաների յուրօրինակ հանգույցում է Ձորագետը, որը ոչ միայն գրավիչ է զբոսաշրջիկների ու հովեկների շարժի, այլ նաև մոտակա համայնքների բնակիչների զբաղվածության ապահովման եւ նրանց կեսամակարդակի բարձրացման տեսանկյունից։ Ամեն ինչից ոնց որ մոտ ենք էլի, գետը ունենք, երկաթգիծն ունենք, ճանապարհը գլխավոր մեր մոտով անցնում։ Ամեն ինչ կա, հարմարությունները, գազ ունենք, լույս ունենք, ջուր ունենք 24 ժամ, ամեն ինչը ապահոված է գյուղը։ Ամենակարևոր աշխատատեղերը, որ համարյա չաշխատող մարդ ունենք։ Վաղ խորհրդային տարիներից գործել է ձեռքով փորված թունելը։ Այստեղով էլ անցնում է Թբիլիսի-Երևան երկաթուղին։ Զբոսաշրջությունը խթանող եւ բարձրակարգ ծառայություններ մատուցող նորահայտ բացահայտում է Մաունթրի հյուրանոցային համալիրը, որը թե իր բարձրադիր տեղակայությամբ եւ գեղատեսիլ բնությամբ եւ թե սպասարկման սպեկտրով նոր խոսք ու շունչ է Փամբակի տնտեսության մեջ։ Ինչպես հայտնի է, բնությունը սնում է բիզնեսը։ Հողի եւ ջրի անտառի տված բերք ու բարիքից փամբակցիները հյուրերին առաջարկում են յուրօրինակ սննդամթերք եւ ճաշատեսակներ, որոնք զբոսաշրջիկների են բերում աշխարհի գրեթե բոլոր անկյուններից։ Մեր գետը շատ տուրիստներ է բերում ու առաջի գրավականներից մեկն է։ Նաեւ տեղի ուտեստները, գետի տված բերք ու բարիքը, անտառի տված բերք ու բարիքը, այդ հյուրասիրությունը, որ մարդիկ տալիս են տեղական, բնական ու այն ինչը որ չեն մշակում ավելի գրավիչ է դրսի ժողովրդի համար, քան այն ինչը որ բոլոր տեղերում հասանելի է։ Գաստրոնոմների ամենասիրած եւ պահանջարկ վայելող սնունդը դեբետի իշխանն է։ Այն ոչ միայն դարձել է դեբետի այցեքարտը, այլ նաեւ յուրօրինակ համի եւ որակի խորհրդանիշ, որ իրենց բիզնեսի առաջ խաղացման համար տնտեսվարողները գովազդում են նաեւ Փամբակի սահմաններից դուրս։
հաջորդ ուղղությունը, որով զբաղվում են Փամբակում, Լեռնաջուր համայնքում օրգանական տնտեսությունների զարգացումն է։ Մեղվապահության լավագույն ավանդույթների պահպանման եւ զարգացման շնորհիվ այստեղ ստանում են էկոլոգիապես մաքուր եւ անարատ մեղր, որը անցնում է հատուկ զննություն եւ սերտիֆիկացվում։ 8 տարյա սերտիֆիկատ եմ ստանալ, որ այս մեղերը օրգանական։ Տեսուց գալիս են ստուգում են։ Ստարի եկել են Գերմանիա, Եվրամիությունն ազգավում է հարցերով Հայաստանը մենք ազգավում, Ավստրիայի երկրից է գերմանացին, կենտրոնը Գերմանիա է։ Գերմանիայի նշանակելու որ կան ինձ ստուգեն։ Եկան ստուգեցի, շնորհակալություն ասեցի ու փոխանցում քնեցի։ Եվրոպական գործընկերների աջակցությամբ այս տարածաշրջանում ստեղծվում եւ ընդլայնվում է խելացի մեղվապահական տնտեսություն։ Բարելավում են մեղվաբուծության տեխնոլոգիաները, ստեղծվում առավել բարենպաստ պայմաններ էկոմթերքի արտադրության համար։ Զարգացող տնտեսություն կառուցելու եւ միջոցներ ներգրավելու ճանապարհին աշխատանքներ են տարվում բնակիչների կյանքի որակի բարձրացման ուղղությամբ եւս։ Այսպես Վահագնիում վերջերս շահգործման հանձնվեց հենաշարժողական սահմանափակումներ ունեցող 14-ից 20 տարեկան անձանց համար նախատեսված վերականգնողական կենտրոնը, որը իր տեսակով բացառիկ է եւ սպասարկելու է միաժամանակ մինչեւ 50 հոգու, մատուցելով ոչ միայն առողջապահական ծառայություններ, այլ նաև տալով մասնագիտական հմտություններ շահառուների հետագա գործունեության եւ սոցիալականացման համար։ Մենք գտնվում ենք Վահագնի գյուղում, քո կողքին վերականգնողական կենտրոնում, որը բացվել է մայիսի 5-ին, ունենք շատ երեխաներ, շահառուներ, բայց առայժմ այցելում են մոտավորապես մի 10 երեխա, որոնք կարիք ունեն ֆիզիոթերապիայի, լոգոպեդի, հոգեբանի եւ հատուկ մանկավարժի։ Ինչպես ողջ Հայաստանը, այնպես էլ Լոռին ու Փամբակը ու Շարձանն բաց երկնքի տակ։ Քարակերտ ամրոցներից մինչև գերեզմանոցներ ու տապանակարեր վկայում են ամենահին արմատների եւ պատմական մեր հեռավոր ուղու մասին։ Դուք հիմա գտնվում եք Փամբակ համայնքի Ծորագյուղ բնակավայրում։ Գյուղի այցեքարտը, ինչպես Հայաստանի մնացած բոլոր գյուղերը, իրանց կոլորիտնա մաքրությունը, որը բնորոշ է հայ մարդուն։ Մենք հիմա հոպոպ քարում ենք, հոպոպի քարը, որը գյուղի տեսարժան վայրերից մեկն է, ունենք բազում վայրեր, թե 12-րդ դարի մատուր, թե նոր վերականգնված եկեղեցի Սուրբ Մարիամ Աստվածածին, բայց բոլոր թե հյուրերի, թե գյուղի սիրելի վայրը դա հոպոպ քարն է, իր դիմացի կիրճերով, ծորագետ գետով, որ հեռվում է նաև հնևանքը, ասում են, դե ես չգիտեմ, բայց ըստ ավանդույթի, թե ըստ պատկերացումների հնևանքից մինչև այդտեղ ինչ-որ գաղտնի ճանապարհ կա, թե ինչ կա, բայց ես չեմ տեսել, լսովիտ հենց։ Իրական է, թե երևակայական ավանդազրույցներից մեր օրերն են հասել այս տեղեկությունները։ Նաև այն մասին, թե կիրճում եղել են վեհաշուկ 2 ամրոցներ։ Արևածագի վարչական շրջանում քրոջինը, այն որ պատը երևում է վրան խաչ կա։ Հենց այս դեմի Իսկ այս փոսինը, այդ աղբորինա դա մերն է։ Ըստ ավանդույթի քրոջ ու աղբոր ամրոցներ են ելել։ Այժմ դրանք ժամանակի փոշու ու բնության կանաչ շղարշի տակ են։ Եվ ինչ է մնում ես, եթե ոչ հիանալ մեր դեմ բացվող այս փառահեղ տեսարանով։ Այսպես շրջագայություններով հասանք մեր եթերի ամենատպավորիչ բացահայտմանը։ Փամբակի եղևնների անտառն է եւ բարձունքում հպարտորեն բազմած հոպոպ քարը։ 1300 մետր ավելի բարձունք, ուր հոգիդ խաղաղվում է, վեհանում ու ճախրում անցյալի ու ներկայի հատման գծում, ալեկոծվում դեպետի հորձանուտներում եւ ներդաշնակվում բնության ձայների ու ողջ էկո համակարգի հետ։ Հրաշալիքները շատ են։
Սակայն որտեղ էլ լինես, որքան էլ զարգացած ու աշխարհ տեսած լինես, հոգուն ամենամոտը, ամենահարազատն ու սիրելին այն վայրն է, որտեղ անցել է մանկությունդ։ Այսօր մենք բացահայտեցինք մեր փոքր հայրենիքի մեծ գանձերից մի քանիսը, ճանաչեցինք եւ եւս մեկ անգամ գիտակցեցինք, որքան հարուստ ու երջանիկ ենք, որ ունենք հենց այսպիսի հայրենիք։